Արվեստ, արհեստ, քեֆ, քեֆչի, այնքան չզարգանա, որ չասեմ իմ անցյալը որտեղ է եղել, դա ասեմ իրականում նյութապաշտություն է։ Մարմնի բացվածքից բռնած մյուսին, որն ամոթը։ Բոյո բուսով մեջ կբարակ թրվերում է իմարալը։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արտնուր լրատվականի տաղավարում այսօր զրուցելու ենք մշակութային գործիչ Սասուն ազգային երգի պարի համույթի ղեկավար Գաթա բենդ խմբի համահիմնադիր Բարեշնոր Անդրանիկ Սարգսակ Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, Բարեշնոր, շնորհակալ ենք մեզ զրույցի հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Սկսենք 2025 թվականի ձեր ստեղծագործական գործունեությունից, ինչ նոր նախաձեռնությամբ հանդես եկաք տարեսկզբից առ այսօր։ Նախ ասեմ, քանի որ օրը լավ օր է, ցանկանամ մեր մայրերին առաջին հերթին իմաստուն են, գիտեմ, զոհաբերում են ամեն ինչ, գիտեմ, նվիրյալ են, գիտեմ, առաջին հերթին համբերություն եմ ցանկանում։ Մեկ էլ դիմանան են հետարքիր, կարելի ասել դարձ ու ցավին, ոնց որ միշտ դիմացել են։ Եվ ուզում եմ մեր մայրերին, աղջիկներին ասեմ, այդպես գեղեցիկ մնան, այս բնության մեջ այդ ոնց որ կար, զարդարեն բնությունը ու մենք վայելենք։ Ու անդրադառնամ ծրագրի հետ կապված, ասեմ, անքե շատ հետարքիր նոր ստեղծագործություններ ունենք, նոր ստեղծագործությունների հետ աշխատում ենք, բայց երկու տեսահոլովակ արդեն մենք կարելի ասել հրապարակել ենք, առաջին տեսահոլովակը, որ եղել է միությունն է ուժը, երկրորդ տեսահոլովակը կարելի ասել մի շաբաթ, մի քանի օր առաջ է հրապարակել, խոճուճ մոճուճ, ու շատ երկու տեսահոլովակներ իմաստով, խորհուրդով, շատ ասելիք ունեն, որպես հայ։ Կցանկանամ առավել շատ կենտրոնանանք միությունն է ուժը, այս տեսահոլովակի վրա ինչ պատգամ ունի երգը։ Միության հետ կապված, որպես քրիստոնյա դա էլ ասեմ, էլի ասում է զենքդ քեզ հետ ունեցի եւ չարի դեմ պայքարի։ Զենքը, ասենք, ես իմ հասկացությունով, որ մտածում եմ որպես մարդ, որպես հայ, որպես ազգ, պետք է միասնական լինի, հա, երբ որ միասնական ես, ասեմ, որ ոչ մի չար կամ չարիք չի կարողանա քեզ խանգարել կամ քեզ ինչ-որ բաների զրկել։ Խանգարի եւ կունենա այդ հնարավորությունը, երբ որ դու իմաստուն չես, դու հավաքական չես, դու քո ազգի միության հետ չես։ Դրա համար, ասենք, ես այս առումով նայել եմ մարդկային կյանքում էլ, հա, ասում եմ զենքդ քեզ հետ ունեցի եւ չարի դեմ պայքարի, միշտ մտածում եմ, որ մասնագիտության մեջ կան աստվածային օրենքներ եւ մարդկային օրենքներ։ Մասնագիտության մեջ ցանկացած մասնագիտություն ինքը զենք է։ Եվ մեր այդ արվեստի մեջ ասեմ, սպորտի մեջ ասեմ, ճարտարապետության մեջ ասեմ, հա, ինքը զենք է։ Ու այդ ցանկացած տեղ պետք է մենք այն ամենաօրիգինալ եւ լիարժեք զենքերը օգտագործենք, որը շենացնում է մեր երկիրը, մեր պետությունը։ Շենության առումով եմ ասում, իսկ որը չէ, գոնե կարողանա աշխատանքով լրացնել, իսկ եթե գալիս է չարիք արդեն, որ ուզում է մեզ վերացնել, դրա առումով էլ պետք է ունենանք իրական զենք եւ չկա այդպեսի ազգ կամ ազգություն, որ ուզենա բռնանա, մենք մեր գիտնականին ասենք զենք մի արտադրի, այդ ոնց քեզ կարելի է, դու արտադրես, իսկ մենք չենք։ Ստացվում է դու պետք է քո հնարավորությունները ստեղծես ու միշտ հոգեբանորեն եւ քո ասելիքներով ասես հզոր եմ եւ այլ, հա, ինձ ստրուկի տեղ տնես ու օգտագործես։ Դրա համար ամենաշատ առումով ես մտածեցի ես երգի հետ կապված եւ ունենք փառք Աստծո իր տեսարժան վայրերի հետ կապված էլ նկարել եմ, կարող եմ ասեմ, պատմամշակութային բոլոր հետարքիր,
հուշարձանները, որոնք կան, պահպանվում են դեռ, իհարկե շատ բաներ կան։ Կերտել են հայոց պատմությունը։ Հիմա կուզենամ ասեմ մեզ ինչ է ասել Կոմիտասը, ինչ է ասել Արամ Խաչատրյանը, ինչ է ասել Թումանյանը եւ այսպես շարունակ, հա։ Ինչ է ասել Մեսրոպ Մաշտոցը, ինչ է ասել Ջիվանին Աշուղ։ Այդ Աստծո կողմից տրվելիք անձեր են շնորհալի եւ փառք Աստծո։ Հիմա այդ նույն մասնագիտության տեր մարդկանց մենք պետք է խոնարհաբար ծառայենք։ Ոնց իրենք սովորացրել են, մենք էլ պետք է սովորենք, որ կարողանանք սովորացնենք, եթե չէ, անիմաստ է դառնում։ Բայց կարողանում ենք ծառայել, արժանի ենք նրանց որպես հետնորդ։ Իհարկե արժանի ենք, հարցի մյուս կողմն է, եթե այդ արժանինքները ոնց են գնահատում, մենք դրա վրա խնամք ենք մատուցում, դրան փառք ենք տալիս Աստծուն, դողում ենք, սիրում ենք, թե ուղղակի կներեք մխսում ենք մեր անձնական հաճույքներից ելնելով։ Երբ որ տկարանում ենք, նոր ենք հասկանում Նարեկացինով էր օրինակի համար, Արամ Խաչատրյանով էր, Վիկտոր Համբարձումյանով էր, չգիտեմ, երբ որ տկարանում ենք, հասնում է ժողովրդական ասվածված կա, չի, ասում է դանակը ոսկորին հասնում, նոր սկսում ենք։ Դրա համար ես ասում եմ, բա ժողովրդական ասացվածքներ, եթե մեր ազգը կամ ժողովուրդը շատ մարդիկ չեն հասկանում, գոնե տարիների, դարերի փորձից ելնելով, եթե ժողովուրդը իր ասելիքներն էլ ասում է, դա էլի նույն ավետարանն է, Աստվածաշունչն է, թող առաջնորդվեն ժողովրդական ասացվածքներով։ Հա, դանակը ոսկորին հասավ, նոր մենք հասկացանք, թե Անդրանիկնով էր կամ Սերոպնով էր։ Չէ, պետք չի։ Հետո դրանից հետո շարունակենք, օրինակ բարձրանան մինչև Աստվածայինը։ Հետո կյանքն էլ բոլորիս համար անցողիկ է։ Վերջիվերջով կյանքում էլ որ նայում ենք, ինչ կա, նայեք, արվեստ, արհեստ, քեֆ, քեֆչի, ձերք բերով ինչ-որ մի բան էլի։ Հիմա ինչին ենք մենք, սենց ասած ձգտում, եկեք հասկանանք։ Տվել է, Աստված տվել է, արարիչը տվել է, անկեց եմ ասում, ուղղակի ես մեկ դրա համար անդա տեսել, որ ես տեսահոլովակը նկարեցի ու տենց մտածեցի, որ ինչքան մեղք ենք մենք, Մահուկի Գևորգն ասում է, չէ, ինչ 1000 միլիոն փող ունենաս, մատ եկավ, թող ես կերթաս։ Աշուղ Ջիվանին ասում էր, աշխարհիս ընթացքի վրա ես կխնդամ սիրտս կուլա, ուզում եմ ինձ ուրախ ցույց տամ, ես կխնդամ սիրտս կուլա։ Ինչքան ուզում եք դիզեք, ինչքան կարող ուզում եք եղեք, շատ լավ է, փառք Աստծո, ունեցեք, բայց այդ նպատակին կարողացրեք ծառայեցնել։ Բարեշնոր, ձեր ողջ երգադարանը ողողված է ազգայինով, ժողովրդական գաղափարներով, բայց կցանկանայի շեշտը դնել ազգայինի վրա, այսօր ինչքանով է կենսունակ ազգայինը, ինչքանով են մեր երիտասարդները լսում ազգային ժողովրդական երգեր, քանի որ եթե երիտասարդները լսում են ազգայինը, ապա ազգային մշակույթը, ազգային գաղափարները կենսունակ կարող ենք համարել։ Ասեմ, եթե ազգային ենք ուզում իրականից ապրենք, հա, էթնիկ ենք ասում, ծնված օրվանից այդ ընտանիքը պետք է նախ ինքը հասկանա արմատները որտեղից, իրեգինները որտեղից են գալիս։ Առաջինը սա։ Իր կենցաղի մեջ պետք է օգտագործվի ամբողջությամբ իր նախնիների, կարելի ասել բառը, բանը, սովորույթը, նիստուկացը, որպեսզի այս մարդու արմատները ոնց որ կան, իսկ երբ որ արդեն քոքը բարձրանում է ու պտուղ ամուր լինի, հասու լինի, պտուղը առողջ լինի, հա, հենց հիմքը տեղից պետք է մարդը ինքը վերցնի, իսկ մնացած աշխարհը զարգանում է, կարող եմ ասեմ իմ համար տեխնիկապես, որը մարդկային կյանքը թեթևացնում է, չգիտեմ, մարդկային անցուդարձը թեթևացնում է, բայց սրա հետ մեկտեղ պետք է հասկանանք, մենք մարդ ենք, որ կենդանի բնության առարչագործություն ենք, որ այնքան չզարգացնենք, որ արդեն ալարենք, տեղից վեր կենանք, ալարենք, որ այն բնական կյանքը իրականից ներկայացնենք էլի, հա?
թող բաներ կա, զարգանում է, բան չունեմ ասելու, ուզենք թե չուզենք, բայց այնքան չզարգանա, որ չասեմ իմ անցյալը որտեղ է եղել, այնքան չզարգանա, որ իմանամ նախնիներից գերեզմանը չկա գոյություն չունի, այնքան չզարգանա, որ ասեմ ես հոգի չեմ, մարմին չեմ, հա, դա արդեն անիմաստ է դառնալու։ Դրա համար ուզում եմ ասեմ, թող զարգանանք, լեցվենք գրագիտությամբ, սովորենք բոլոր ազգերի մշակույթը, կենցաղը, խոհանոցը, սովորենք բանիմաստ դառնանք, կիսեր ասու, բան չունեմ ասելու, բայց հիմքը, եթե մենք համարում ենք մեզ որպես ազգ, հայ ազգ, բա որ պահին, որ ժամանակ ասեմ ես որ դարից եմ գալիս կամ որն է իմ երկիրը եղել կամ կա կամ պետք է մնա կամ պետք է ապրի, եթե խոսում ենք սրա մասին, էլի, իսկ ազգային լսելու համար առաջնային ասեմ միշտ պետք է հնչեցվի, որպեսզի գալիք սերունդը եւ սերունդները ոնց եմ ես ումից եմ սովորել։ Ես սովորել եմ իմ տատուց, իմ առաջին ուսուցիչ եղել է իմ տատի հորոմը եւ մեր մեծերը։ Այդտեղից կամաց շարունակել է բան մեր կենցաղային, ավանդական ծեսերը որ ունենք, ծեսերից եմ սովորել, հարսանիքեր, զատիքեր, վարդավառեր, ջանկլումեր, աստիճանաբար բերնեբերան եկավ, սովորեցի, հետո փառքաս ու կամաց միջնակարգ դպրոցում սովորեցի, դրան զուգահեռ հետո բերի հասունացրեցի, ուր եկա ընդունվեցի հոգևոր ճեմարան, ընդունվեցի կոմիտասիան կոնսերվատորիան, հետո հիմնադրեցի ազգային խմբեր, սովորեցի, չէ, ինձ կրթեցի, դաստիարակեցի, բայց զուգահեռ դրան իմ ընտանիքում կար ներքին դաստիարակություն ամենամեծ դպրոցն է, եթե չկա, ուրեմն այսօրվա դարաշրջանին համահունչ կապիտալիստական համակարգն է դա, որ մոլորակի վերջը դայա բերելու, դա ասեմ իրականում նյութապաշտություն է։ Այնքան է մարդը նյութի հետ ընկնում, որ իր առողջ մարմինը, որ ասում առողջ մարմին մեջ առողջ հոգի, դա էլ է այլասերում։ Ու դրա համար կգա դրա վերջը։ Այս մարդկությունը խաբար չի։ Ինքը ինչ է կատարվում, ինքը ինչ անում էլի, չի հասկանում, որ այդ արարչագործությունը մեծ աշխարհ է ու ինքդ երբ որ տես ամեն ինչ ստեղծվել է բարի, ոչ մի բան չկա, որ այս բնության մեջ արարիչը ստեղծել է բարին։ Մարդը ոչ մի բան մարդը չի արել, մատի չի, ինքը մենակ պետքա որպես մշակ խնամք մատուցի, հետո այդ խնամքից հետո ինքը ինչ անի, սնվի, չէ, մարմինը սնունի, հարևանին, բարեկամին, բարի կամենա։ Եթե այս երկու ֆակտորը կպահի, հա, կամ ուղին, իմացեք, այնքան լավ այս աշխարհը, անկեց եմ ասում, հարաբերություն կա, ու սրանից հետո սենց է լինում, նույնը մեր առումով, ասենք, մեր երաժշտական առումով, արվեստի առումով, պետք է սերմանես այդ երեխեքի մեջ, ոչ թե իրանց սերմանես նյութապաշտություն, գայթակղություն, այլասերություն, այլ ցանկացած երգ, ցանկացած, չգիտեմ, ծես խորհուրդ է։ Երբ որ դու այդ ծեսից խորհուրդներից քեզ կտրում ես, այ հիմա տեսեք, թակավոր թակբուի կա, չէ, բայց ոչ մեկ դրա խորհուրդը չի էլ հասկանում։ Ժողովուրդը ասեցնես ընկել են, մի քանի դրամ փող ունեն, մի անգամ են ամուսնանում, ասում են, չուրախանան։ Ուրախացեք, բայց քո կարգավիճակը թակավորն է, տեր, քո կարգավիճակը տնտեսվարն է, դու ես ամեն ինչ ես նայելով քո բարեկամներին, դու պետք է քեզ զգաս քո թագուհու եւ թակավորի դերի մեջ, իսկ քո բարեկամները, ովքեր եկել են իրենց նվերներով, բարի մաղթանքներով, իրենք այդ ամեն ինչը ներկայացնեն, հասկանում եք, դրա համար երբ որ այս խորհուրդներից դուրս են գալիս, հիմնական բնությունից որ դուրս ես գալիս, այլասերում ամեն ինչ։ Համարեք, տեսեք, խմում են, ծխում են, եսի մավելնորդ, եսի մինչեր են անում, ու այս սա գայթակղություն է, մարմնի բացվածքից բռնած, մյուսին, որն ամոթը, մարդը ինքին պետք է սանձի,
Երբ որ դու շատ ես քեզ չարաշահում ծխելու կամ խմելու մեջ, չէ, ինչ ա լինում, որ հիվանդանում ես, գնում ես բժիշկի, ճիշտ է։ Բժիշկն ասում է, ինչ ես արել։ Ասում է, բժիշկ ջան, գիտես ինչ արեցի, չարաշահեցի։ Բա մի չարաշահի, բա ինչի համար է գիտակցություն տվել։ Բա ինչի համար եմ ասում զենք։ Բժշկությունը զենք է, չէ։ Մասնագիտությունն է զենք, ասում է հիվանդներին բժիշկներ են հարկավոր։ Դրա համար դու աշխատի չհիվանդացնես քեզ, եղբայր։ Ցուցադրական բաներ մի թույլ տու քեզ։ Ումն ես ցույց տալիս։ Այսօր կարող ենք ասել, որ հայ ժողովրդի հազարամյա մշակույթը, ստեղծած մշակույթը, մեր ազգային մշակույթը վտանգված է։ Մեր ազգային երգը, պարը։ Ոչ միայն վտանգված է, ասեմ հիմա ամեն մեկը յուրովի, ոչ մեկին չեմ բան չունեմ թերագնահատելու կամ ասելու ես ասեցի արվեստ, արհեստ, հա, ուրեմն քեվ չի, ամեն մարդ ինչ որ որակ կա, հա, տեսակ կա, ասու արարչագործությունը իսեր ասու ես իրավունք չունեմ ասելու, բայց այդ որակը պետք է մնա այստեղ, այս որակը ստեղ, այս որակը ստեղ, ու այս որակը ձգտի բարձրանա այնտեղ։ Հասկանում ես, իսկ եթե այսպես է բան արվելու, հա, իմացեք, որ խնդիր է միշտ, շատ մեծ խնդիր է, ու ապականվում է, ամեն ինչ ապականվում է։ Մեր ազգայինի մեջ, մեր մտածելակերպի մեջ, ու սա բարձի թողելով գնա շատ մեծ վտանգ է սպասում մեր երկրին, մեր պետությանը։ Ես անցյալ անգամ էլ ասի, հիմա էլ եմ ասում, այսօրվա կյանքին որ նայում եմ ու անցուդարձին, ավելի շատ շոու բիզնես են ասում, շոու ծրագրեր, ասինքն այդ շոուն որն է, մարդկանց ավելի շատ գայթակղում ես մեր մարմնով, եսիմ ավելնորդ շարժումներով, քան թե քո բնական կատարումով, կյանքը ներսից է գալիս։ Հիվանդություն էլ որ գալիս է, չարիքը ներսումն է, ասում ներսից է քայքայում։ Դիզայնը շատ լավ է, մարդիկ այսօր դիզայներով ինչ ասես անում են, դնում են ու գայթակղում տանում են դրան։ Բայց բեմը, նույն բեմը հարթակը ցանկացած արվեստի մարդ երբ որ դեր է կատարում կամ դեր է ներկայացնում, արվեստի մարդու հետ կապված ինքը ինչ որ մի բեմադրություն է կատարել կամ ոնց որ ես եմ, չէ, երգի հեղինակն եմ, ես այդ երգով, այդ երգը ծնվել այն մեջ, ու այդ երգով ասելիք ունեմ ու ասել եմ, ասինքն այդ երգը ասում եմ, ինչն է խնդիրը, որ այսօր եթե մեր մոտ կամ 1000 տարի առաջ չի միանում, միությունը չի հասկանում, չի պահում դա, դրա համար երկիրս քայքայում, Աստված այդ ամեն ինչով այդ ինձ շնորհ տվեց, չէ, տվեց, որ դիմացինը զրկի իրեն ինչ-որ բաներից, հա, ու կարողանա, ասինքն այստեղ ներդրում անի, որ այդ վտանգը չմտնի իր ընտանիք, չմտնի իր պետության մեջ, չմտնի իր միջավայրում։ Սա է խնդիրը, ասինքն Աստված ինձ տվել է, ես ինչ չեմ գովաբանում, իմ նման ինչ-որ մարդկանց էլ է նույն ձևի տվել, պարգևել եւ այլ, հա, ու այս ամեն ինչը պետք է հասկանալ։ Խնդրեմ նաև բարեշնորհ անդրադառնաք ձեր առաջիկա ծրագրերին, ինչ առաջիկայում ինչ նախաձեռնություններով եք հանդես գալու։ Ասեմ։ Ունենք էլի նորովի երգեր, հիմա հետարքիր Գարիկիս հետ մեր ստուդիայում աշխատում ենք, պրպտում ենք, երգում ենք, նոր գործիքային բաներ պետք է արվի, հետո տեսահոլովակներ նկարվի, հետո անկեց ասած մի հատ երգ նորովի երգ կա, որ պետք է երգեն իմ երեխաները Գարիկիս ցենց աշխատանքի բանի միջավայրով սարքելու են, որ ամբողջ աշխարհին մարդկությանը հիմա ես ուզում եմ ուղերձ հետարքիր, որ ինչ բան է հայ մարդը եւ ինչ բան է հայ մայրը եւ ինչ բան է հայ հերոսը իրականից, որը մարդասպան չի, ինքը մարդ չի սպանում, ինքը ընդամենը չարից պաշտպանվում է, ասեմ մեր մոտ էլ կան լավ, սխալ, ճիշտ, բոլոր ազգերի մեջ էլ կա, իսկ մենք եթե ուզում ենք դա իրականություն դառնա, որ մեր պետությունը ու երկիրը կամ մշակույթը ավելի մաքրեմաքուր լինի, պետք է մաքրենք այդ, ոնց ես այգի ունես, մոլախոտ աճ է, կողքից մաքրում ես, չէ, առաջին հերթին պետք է մաքրես այդ ներսը,
Մարդասպանը ուրեմն մարդասպանին պետք է պատասխանատվության ենթարկես, ոնց որ ավետարան ասում, ինքը եթե ոնց վերաբերվում են քեզ հետ, կրկնակի վերաբերվի իր հետ։ Եթե լավ վերաբերվում քարել, ուրեմն խնդրեմ 10 անգամ այնպես արա կամ չգիտեմ, որ լավ զգա, վատա վերաբերվի, իրեն պետք է այնքան ցավացնես, որ ինքը հասկանա ինչ բանա մարդ եւ ոնց է մարդուն ցավացրել։ Լուծումը սա է, օրենքը սա, մնացած օրենքներ չկա։ Հա, անեջան, չգիտեմ։ Ես գտնում եմ սա է ու այս առումով պետք է մենք աշխատենք, մենք ստեղծագործենք, որովհետև կյանքը շատ կարճ է։ Այդ առումով էլ ագին բան կա, այդ երգն էլ որ պետք է երգեն, երգել են իմ երեխաները։ Հայերեն, անգլերեն, ռուսերեն, երևի մի լեզվով էլ ամբողջ աշխարհին ուզում եմ ի ցույց, որ հայը իրական արարչագործություն է, եղել է կամ մնում է, այն հայի մասին է խոսքը, նյութապաշտի մասին չի խոսքը, բան ուրացողի մասին չի խոսքը, այն ինչ որ արարիչն է արարը, ես միշտ այդ կյանքի մեջ եմ, ես այդ կյանքով եմ ուզում ինձ ներկայացնեմ, իմ աշխարհը, իմ, չգիտեմ, հային, իմ հայի ընտանիքը, սա է, մնացած գիտեմ, վատ էլ կա, լավ էլ կա, եթե կարող ենք, եկեք դաստանք սովորացնենք եւ այլ եւ այլ։ Այո։ Մեր հարցազրույցը բարեշնորհ կցանկանամ եւ կխնդրեմ ամփոփենք ձեր որևէ երաժշտական կատարմամբ։ Ես վերջին երգս որ երգել եմ շատ սիրուն էլի, այդ խուճուճ-մուճուճը, մատ կերկեմ էլի։ Ու այդ նվիրեմ իմ սաղ, ասես մայրերին, քույրերին, աղջիկին։ Խուճուճ-մուճուճ խասքում մաշեն, թելիգը մելիգը մազերը, բոյով բուսով մեջքը բարակ թրվերում է մարալը, խուճուճ-մուճուճ խասքում մաշեն, թելիգը մելիգը մազերը, բոյով բուսով մեջքը բարակ թրվերում է մարալը,